Ցանկանում էի հեռանալ արդեն Օսիեկից ու սպասում էի ինչ առաջարկներ կլինեն դա ու սպասում էի մինչև վերջի օրը, որպեսզի ընտրեի լավագույնը ու նախավերջի օրը արդեն ստացա առաջարկ Նյունբերգից ու ինձ համար շատ հետաքրքիր էր թե պայմանները, թե որպես թիմ, թե առաջնությունը, այդ պատճառով ընտրեցի Նյունբերգը։ Կային շատ տարբեր առաջարկներ տարբեր երկրներից Հիմա չնշեմ բոլորը, բայց հենց Բունդեսլիգայից եկար, բայց Նյունբերգը որպես ակումբ ավելի լավն էր ու թե մարզչական շտաբը, թե ամբողջ թիմը ավելի մեծ հետաքրքրություն ցույց տվեց, այսպես ասած, այդ պատճառով տեղափոխվեցի Նյունբերգ։ Նախկինում ասել եք, որ Խորվաթիա տեղափոխվելուց առաջ այլ տարբերակներ ևս կային, այդ թվում Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայից, բայց Խորվաթիան նախընտրեցիք, քանի որ նշում եք, որ այնտեղի առաջնությունից ավելի հեշտ կլինի գնալ այնտեղ, որտեղ նպատակ ունեիք, Անգլիայում եք ցանկանում խաղալ, արդյոք դեռևս ձեզ համար շարունակում է գլխավոր նպատակը մնալ Անգլիայում խաղալը։ Խորվաթիա առաջնությունը իրականում շատ ուժեղ առաջնություն է, բայց Այն ժամանակ, երբ որ ես խաղում էի դեռ Հայաստանում, իմ կարծիքով շատ ճիշտ որոշում էր գնալ Խորվաթիա, քանի որ Բունդեսլիգա երկուսը ավելի ուժեղ է, քան Խորվաթիան, ու ես այնտեղ ավելի շատ շանսեր ունեի սկզբից հենց խաղալու, թե որպես ֆուտբոլիստ։ Այնտեղ խաղալով ես շատ քայլ առաջ արեցի ու հիմա Բունդեսլիգա երկուսն էլ որպես քայլ առաջը ու ստեղից արդեն հուսով եմ, որ կտեղափոխեմ այնտեղ, որտեղ շատ եմ ցանկանում, իսկ իժարում Անգլիային իհարկե իմ ամենամեծ երազանքն է խաղալ, չգիտեմ, United, Liverpool, Manchester City, ու վստահ եմ, որ այդ մի օր կլինի, ու հիմա քայլ առաջ եմ շարժվում, ու հիմա իմ ամենակարևոր նպատակը դառնալ այստեղ առաջ 11-ի ֆուտբոլիստ ու ամրապնդվել։ ՃՊ ակումբին միանալուց ընդամենը օրեր անց պաշտոնական խաղում մեկնարկային կազմում եք, ամբողջ հանդիպմանը մասնակցեցիք, իհարկե կար լարվածություն, 11 մետրանոցի դրվագը եղավ, խաղից հետո մարզիչը խոսել է ձեզ հետ ինչ եք քննարկել կամ ինչ խորհուրդներ ու գնահատական է տվել։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ես նույնիսկ նախախաղային մարզում չեմ անցկացրել թիմի հետ, քանի որ Խորվաթիայում էի ու պետք է այնտեղ խտաբանական հարցեր լուծել, որպեսզի կարողանայի խաղալ ու նույնիսկ թիմակիցներից նորմալ չգիտեի, անունները չգիտեի, որովհետև ընդհանրապես մի օր էի մարզում անցկացրել ու դա մի քանի օր առաջ խաղից, բայց ունեինք ֆուտբոլիստ իմ դիրքում, ով վնասվածք ուներ ու ես պետք է խաղայի։ Դե սխալներ միշտ լինում են, հիմա 11 մետրանոցն ես չէ, ինչ-որ այնց ապարտվեցինք, այդ լավ չի, բայց սխալներ միշտ լինում են ու մարզչն եմ հասկանում եմ ֆուտբոլը, գիտեք, ինքնավեծ ֆուտբոլիստ է եղել ու հենց խաղից առաջ մոտիկացավ ինձ ու նույնն ինքն էր ասում, որ սխալներ լինելու են, թիմին չեմ ճանաչում, առաջի անգամ խաղում եմ այդ թիմում, ունեմ դեռ ուրիշ առաջնություն թիմակիցներից չգիտեմ, բայց ամեն դեպքում առաջ խաղը այդպես ստացվեց, հիմա կարևորը որ առաջ ենք շարժվում, պետքա թե ես որպես ֆուտբոլիստ ու թե թիմը որպես ընդհանուր թիմ բարելավենք մեր բոլոր որակները ու փորձենք լինել ավելի լավ։ Թիմը գլխավորում է լեգենդար Միրոսլավ Կլոզեն, ինչպես է ընթանում ձեր համատեղ աշխատանքը, ինչ եք հասցրել սովորել իրենից։ Կարծեմ, որ շատ լավ ամեն ինչ ընթանում, թե որպես մարդ, թե որպես մարզիչ, շատ լավն է, ավելի համեստ ասեմ, որ ասեմ շատ է ինքը զրուցում ֆուտբոլիստների տանարական սուտ կլինի, բայց խորհուրդներ միշտ էլ տալիս է իր փորձով փորձում է բոլորին օգնել, բայց քանի որ ինքը եղել է հարձակվող, հենց անձամբ ինքը ավելի շատ առաջի գծի ֆուտբոլիստների հետ է, իսկ մենք ունենք մի ուրիշ ֆուտբոլիստ, ով Նյունբերգի լեգենդն է, ինքը ավելի շատ մեզ հետ աշխատում պաշտպանների հետևի գծի, բայց ամեն կերպ ինձ փորձում են օգնել, որպեսզի ես ավելի լավ լինեմ ու շուտ հարմարվեմ պայմաններին։
Ja, ich glaube, es ist ein richtig guter. Այո, ես կարծում եմ, որ նա իսկապես լավ խաղացող է։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ապահովել, որ նա մեր թիմում նույնպես խաղաժամանակ ստանա։ Բայց այդ դիրքում շատ լավ խաղացողներ էլ կան, ինչպիսիք են Լուկա Լոկոշվիլին եւ Ֆաբիո Գրուբերը։ Բայց նա մեծ արժեք է մեր թիմի համար, նա շատ լավ ձախ ոտք ունի։ Հիմա մենք պետք է համոզվենք, որ նա խաղաժամանակ կստանա, բայց մենք ուրախ ենք, որ նա մեր թիմում է։ Որոնք եք համարում նրա լավագույն որակները որպես ֆուտբոլիստ եւ ինչ պետք է անի, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա։ Ja, er hat einen guten linken Fuß. Այո, նա լավ ձախ ոտք ունի, ինչը նշանակում է, որ կարող է խաղալ ինչպես ձախ, այնպես էլ աջ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Կարծում եմ, որ եթե նա առավելագույն ջանքեր գործադրի մենապայքարների ժամանակ, ավելի շատ գնդակներ կխլի։ Նրա դեմ խաղալը հեշտ չէ։ Իմ կարծիքով նա ունի այն որակները, որոնք մեզ անհրաժեշտ են մեր խաղում, քանի որ կարող է խաղի լավ լուծումներ գտնել, լավ եւ ճշգրիտ փոխանցումներ կատարել։ Նա ունի որակներ թե կարճ, թե երկար փոխանցումներ կատարելիս եւ մենք պետք է շարունակենք աշխատել նրա տեխնիկայի վրա, որպեսզի նա օգտագործի նաեւ իր աջ ոտքը եւ որպեսզի նրա խաղային ընդհանուր կարողությունները պարզապես ավելի բարելավվեն։ Այո, ես այդ հարցում շատ վստահ եմ։ Սրանք են նրա հետ կապված մեր հաջորդ քայլերը։ Das sind die nächsten Schritte mit ihm. Մտավախություն չկա, որ հաշվի առնելով մրցակցությունը հնարավոր է ավելի քիչ խաղաժամանակ ստանաք, իսկ ֆուտբոլիստի համար իհարկե մարզումները կարևոր են, բայց իրական առաջընթացը գալիս է խաղերից։ Իրականում որ նոր է տեղափոխում գիտե, որ սկզբի ժամանակում քիչ եմ խաղալու, քանի որ կան երկու պաշտպաններ, ովքեր ընդհանուր առաջության սկզբից խաղացան իրար հետ, բայց ես չեմ վախենում ոչ մի բանից, հատկապես ֆուտբոլում մրցակցությունա պետք է հաղթեմ ու խաղամ։ Այսօր խաղացի 90 րոպե, վատ խաղ չէր, ճիշտ ապարտվեցինք, բայց իմ կարծիքով լավ հանդիպում ես հասկացրեցի, արդեն մարդ չկա որոշելուց խաղով կխաղա, բայց ընդհանրապես ես խնդիր չեմ տեսնում, սա ֆուտբոլ է, ես Օսիայիքում նոր էի գնացել, այնտեղ էլ լավագույն ժամանակ չեմ խաղացել, բայց ինձ համար ընդհանրապես խնդիր չկա, ես մրցակցությունը կհաղթեմ ու 100% կխաղամ ստա։ Այս ակում տեղափոխվելիս նշում եք, որ անհամբեր սպասում եք գերմանական ֆուտբոլին, երկրպագուների առջև խաղալուն, ինչպիսի զգացողություններ ունեիք առաջին խաղին։ Ես թվում է դուք էլ այսօր խաղը նայելուց տեսակ որ երկրպագուները ինչ լավն են, ես թվում է Գերմանիայում լավագույն երկրպագուներից ունենք մենք, շատ մեծ քանակով, շատ իմ համար շատ հաճելի է խաղալ նման ստադիոններում, նման երկրպագուների առջև։ Ու լավություն չկա, բայց ես շատ մեծ ոգևորությամբ եմ խաղում ու փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրպագուներին ուրախացնեմ։ Հարմարվել եք նոր փոփոխություններին, երկրին։ Ավելի հեշտ ստացվեց, քան Խորվաթիան օրինակ, ես ավելի բարդ էի պատկերացնում, որտեղ ամեն ինչ շատ արագ ստացվել, բայց շատ են ինձ օգնել թե թիմում, ֆուտբոլիստները բոլորը։ Հիմա արդեն ամեն ինչ շատ լավ է։ Սովորում եք գերմաներեն։ Արդեն սովորում եմ, փորձում եմ խոսել, մի քիչ բարդ է ստացվում։ Շուտով խոսեմ արդեն։ Ist Deutsch schwer? Դու ջայցի գիտես։ Դժվար է գերմաներենը։ Yes. Yeah. Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականում դուք տեսնում եք փոփոխություններ։ Տեսնում եմ բնականաբար դեպի լավը, հայկական մթնոլորտ է եկել թիմում, որը մեզ շատ պետք էր։ Ու իմ կարծիքով արդեն ամեն հավաքին ավելի լավ կլինի։ Իսկ ինչ խնդիրներ կային։ Ինձ թվում է Հայաստանի հավաքանին հայմարից չէ պետք, որպեսզի ֆուտբոլիստներին ասած դուխ ավելի որ դուխով լինեին, ավելի միասնական լինեին։ Ինձ թվում է միասնականությունն է մեր ուժը ընդհանուր, որը որ բարկասում էր մեզ։ Իսկ հիմա իմ կարծիքով ավելի լավ հավաքանում է առումով ունենք միասնություն ու քայլ առաջ պետք է գնանք։ Ըստ ձեզ, որոնք են հավաքականի ելույթներում մեծ լուրջ հաջողությունների բացակայության պատճառները, ինչը չի ստացվում հավաքականի մոտ։ Նախ իմ կարծիքով ունենք կադրի պակաս, ֆուտբոլիստներ ունենք քիչ, ինչքան էլ ասեմ, որ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց քիչ ենք, շատ քիչ ենք, դրսում խաղացող լավ առաջացնող ֆուտբոլիստներ, իսկ այն հավաքականների դեմ որ մենք խաղում ենք, բոլորը տոպ ակումբներից են, եթե վերցնենք այդպես նայենք, դրա համար ասում եմ, որ ամենակարևորը միասնությունն է, որ միասին լինենք, դուրս գանք խաղադաշտ հաղթելու,
ու որպեսզի մեզ չհետաքրքրի ով է մեր դիմացի հակառակորդը ով ամեն ինչ խաղում, ամենակարևորը միասնությունն է, որ միասին լինենք ու փորձենք ամեն ինչ անել դաշտում կյանք տալ։ Ինձ թվում է դա էր միշտ պակասում, ու հիմա պետք է քայլ դրան գնալ։ Ազգերի լիգայի վիճակահանության մասին Մոնտենեգրո, Կիպրոս եւ Լատվիա կամ Ջիբրալթար։ Ինչ ակնկալիքներ կան։ Ինձ թվում է գրուպան ենք, որտեղից հնարավոր լինել առաջինը, բնականաբար մեր համար դա հակառակորդներ են, մենք արժի խաղալ, մրցակցել ու հաղթել նույնիսկ, հեշտ չի լինելու, բայց պետք է առավելագույն անենք։